Ողջունում եմ մեզ դիտողներին, այսօր խոսելու ենք մեր օրերի ամենապահանջված մասնագիտություններից մեկի տվյալագիտության data science-ի մասին, փորձելու ենք հասկանալ ինչով է զբաղվում տվյալագետը, ինչու է այս ոլորտն այդքան կարևոր ու հեռանկարային եւ ինչ հնարավորություններ կան Հայաստանում։ Իմ զրուցակիցն է Հայաստանի ամերիկյան համալսարանում տվյալագիտություն ծրագրի ղեկավար Հաբետ Մադոյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախ կուզեի մեր դիտողներին բացատրենք ավելի մատչելի լեզվով, թե տվյալագիտությունը ինչ է առհասարակ եւ ինչու է առհասարակ սա գիտության ճյուղ կոչվում։ Ինչ խնդիր է լուծում տվյալագիտությունը։ Շատ լավ, դա տվյալագիտությունը գիտությունը տվյալների մասին, գիտությունը այն մասին, թե ինչպես են տվյալներն օգտագործվում ինչ որ որոշակի եզրակացություններ անելու համար կամ ինչ որ որոշակի ճշմարտություններ պարզելու համար։ Եթե տենց շատ խորանանք, երբ ես գիտությունը սկսում եմ 14-15-րդ դարերից, երբ որ առաջին փորձերն են եղել հասկանալու հավանականությունների տեսություն, հետո դրանից մի քանի 100 տարի հետո առաջին փորձերն են եղել հասկանալու թե ինչ բան է վիճակագրություն, որպես այդպեսին, բայց հենց բառը data science համարվում է, որ այդ դիսցիպլինա, այսպես որպես առանձին դիսցիպլին սահմանվել է Վիլյամ Կլիվլենդի կողմից, եթե չեմ սխալվում 2000-ականների սկզբին, ինքը մի հատ հոդված ունի, այդ հոդվածում որտեղ նշվում է, որ տվյալագիտությունը դա համակարգչային գիտության եւ վիճակագրության խաչման ընթացքում առաջացող գիտություն է։ Այսինքն վիճակագրությունը կար նաեւ մինչեւ այդ, բայց վիճակագրությունը մինչեւ այդ ինքը առանձին գիտություն էր համարվում, իսկ 2000-ականներից արդեն կան որ համակարգիչը դարել էր մարդու կյանքի անբաժան մասը, նաև կար ինտերնետի միջոցով կար շատ մեծ ծավալի ինֆորմացիա, արդեն այդ շատ մեծ ծավալի ինֆորմացիա վիճակագրական մեթոդներով վերլուծելու համար առաջանում է հենց այդ գիտությունը տվյալագիտությունը։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի, առաջարկում եմ ինչ-որ ոլորտի օրինակով վերենք, հա, որ ոլորտներում են հիմնականում տվյալագիտությունը, որ ոլորտում է գործածվում եւ ինչ խնդիր է լուծում այդտեղ, ինչպես է փոխում այդ ոլորտը։ Կարելի ասել ինքը գործածում է ամեն տեղ ու հիմա այս վերջին տարիներին տվյալագիտության ամենահայտնի ճյուղը, որ մասին խոսում եմ, դա արհեստական բանականությունն է, որի մի փոքր կտորն էլ, այսպես ասած, կարանք համարենք large language model-ները, LLM-ները, որոնք ստացվել են այդ նույն ChatGPT-ն ու նրան նման այլ տեխնոլոգիաները, բայց ոնց ասեցի, կիրառվում են ամեն տեղ, օրինակ բժշկության մեջ իրան կարող են կիրառվել այն դեպքերում, երբ որ կա մարդու ենթադրենք թե թոքերի նկար, ու այդ թոքերի նկարի մեջ պետք է հասկանալ թոքում կա արդյոք ինչ-որ վնասված տեղ թե չէ։ Հիմա այդտեղ գալիս է computer vision-ի ալգորիթմները, որոնք հասկանում են ու տեղայնացնում են խնդիրը։ Իհարկե, սա չի նշանակում, որ բժիշկը այլևս չկես કે մարդուն հանում ենք դուրս, հա, չէ, բժիշկը մեկը կա, պետքա նայի, պետքա իր որոշումը տա։ Տվյալագիտությունը կարող օգտագործվի օրինակ Դրանք դե պատկերացրեք կա արևային կայան, ու արևային կայանը արտադրում է որոշակի արևային էներգիա։ Հիմա մենք պետք է հասկանանք, արդյոք արևային կայանն ունի խնդիր թե չէ։ Խնդիրը կարող լինի այն, որ իր վրա օրինակ ստվեր է անգնում, խնդիրը կարող լինի այն, որ ինքը կեղտոտ է, կարող լինի այն, որ իր վրա ձյուն է հավաքվել։ Հիմա եթե կա մի հատ արևային կայան, որը մարդը անընդհատ դրան հետևում է, իր աչքի առաջ է, տվյալագիտության կարիք չկա, կվերցնես կտեսնես ստվեր է անգնում ինչ-որ բանի պատճառով այդ բանը կփոխես։ Բայց պատկերացրեք, եթե մարդը դրան չի հետևում անընդհատ, հա, կամ շատ մեծ ծավալի կայաններ է տեղադրված, ժամանակ տվյալագիտությունը կարող օգնի, ինչպես օրինակ կարող է իր կողքը տեղադրել մի հատ ուրիշ սենսոր, որ ուղղակի չափում է թե արևի ճառագայթների խտությունն ինչքան է, հա, կիլոջոուլներով, ու դրա հիման վրա կարողանում է կանխատեսել, թե ինչքան պետք է լիներ արտադրված էներգիան ու ինչքան պետք է լիներ ու փաստացի ինչքան կա։ Այդ տարբերությունները կարող է լինեն շատ պատահական բաների արդյունք, երևույթների արդյունք, կամ կարող են լինեն ինչ-որ սիստեմատիկ երևույթների արդյունք։ Այդ սիստեմատիկ երևույթները, սիստեմատիկ գործոնները բացահայտելն արդեն դառնում է տվյալագետի խնդիր։ Հիմա պատկերացրեք այդ նույն խնդիրը, եթե մի քիչ ավելի խորանանք, կարող լինի այնպես, որ այդ երկու սենսորներն իրենց տվյալներն ուղարկեն ինչ-որ միտեղ սերվերի վրա, այս սերվերի վրա աշխատի մի հատ մեծ ծանր մոդել, որ այդ բոլոր կանխատեսումներն անի ու հետ տա, բայց կարող են լինել մարդիկ, որոնք ասեն, գիտեք, ինքը չեմ ուզում իմ տվյալները գնան հասնեն ինչ-որ ուրիշ տեղ։ Ես ուզում եմ, որ բոլոր հաշվարկները լինեն հենց իմ տանը դրված մեն շատ փոքրիկ համակարգչի վրա, հա, օրինակ ասենք, չգիտեմ, կամ հենց այդ սարքի մեջ։ Այդ ժամանակ արդեն խնդրի բարդությունը միանգամից փոխվում է, որտեվ փոքր սարքում
փոքր CPU-ներով, համակարգիչներով մոդելներ աշխատացնելը մի պատմությունն է, մեծ համակարգիչներով մոդելներ աշխատացնելը ուրիշ պատմություն է։ Այսինքն բնույթը միայն այդ տեղեկությունը, հա, դատան հավաքելը, ինչ որ եզրակացության գալը կամ արդյունքի ինչ որտեղ ինչ որ բան շատ է, քիչ է կամ նմանություններ ու հակասություններ գտնելու մեջ չէ, այլ ելքը տարբեր կարող է լինել։ Կախված վերլուծական մասեր բաղադրիչ էլ ունի նկատի ունեմ։ Այո, վերլուծական բաղադրիչ ունի, ու այդ վերլուծական բաղադրիչը դա հենց վիճակագրությունն է, որը մենք ասում ենք, որովհետև նույն մեքենայական ուսուցման մոդելներ կան, որոնք ինչ-որ կանխատեսումներ են անում, հա, օրինակ ասենք կանխատեսում են, թե ինչ հավանականությամբ ինչ-որ մի մարդ ով եկել է, ուզում է իր համար ավտոմեքենայի ապահովագրություն առնի, մենք կարող ենք կանխատեսել, թե այդ մարդու ինչ հավանականությամբ նա կհայտնվի վթարի մեջ։ Դա ինչ որ մոդել է, որը հավանականություն է կանխատեսում, բայց այդ մոդելը կարող է նաև ասել, թե ինչու կոնկրետ այս մարդու հավանականությունը բարձր է, կարող է նաև չասել։ Այսինքն այդ ինչուի հարցը դա տվյալագետի հարցն է, բայց կան նաև տնտեսագիտության ինչ-որ որոշակի մոդելներ մեքենայականություն, որոնց այդ ինչուն հետաքրքիր չի։ Միակ բանը, որ իրենց հետաքրքիր է, դա կանխատեսված հավանականությունն է, ինչ-որ բան տեղի ունենալու։ Հետաքրքիր է ինչու է այս ոլորտը այդքան պահանջված հատկապես վերջին տարիներին եւ սա այս պահի դրությամբ այդպես պոպուլյար, թե շարունակելու են կերպ պահանջված լինել, հաշվի առնելով, թե ինչքան դատա ու տեղեկություն է ամեն օր ոնց որ գեներացվում եւ պահվում, արդյոք արհեստական բանականությունը այստեղ էլ է սպառնում այդ գործիքները վերցնել կամ ինչ-որ մոդել սարքել, որը հնարավորություն կտա նվազեցնել օրինակ մարդկային գործոնի ազդեցությունը կամ առհասարակ։ Ես կարծում եմ, որ տեխնոլոգիական առաջընթացը կանխատեսելը դա շատ անշնորհակալ գործ է ու չգիտեմ ինչ որ մեկին աշխարհում, որը երբևիցե կարողացել է կանխատեսել, թե մոտակա ոչ թե 10 տարում ինչ է լինելու առաջնային, հաջորդ 2 տարում ինչ է լինելու առաջնային, բայց մենք կարող ենք ենթադրել ու հավատում ենք, որ այս գիտությունը կա, կայանում է ու մոտակա ժամանակներում կդեռ լինելու է ակտուալ։ Ինչի է ինքը առաջացել հենց որպես գիտություն, որպես այսպես ասած հատում այս երկու համակարգչային գիտությունների ու վիճակագրության, որտեղ ոնց ասացինք, տվյալները շատացել են, տվյալները դարձել են ավելի հասանելի, ու բացի դրանից համակարգչային հզորություններն են շատացել այդ տվյալները ուսումնասիրել։ Ես հիշում եմ, որ սա առաջին կուրս է, մենք ժողում էինք սովորում ու վիճակագրական մոդել սարքելու համար թղթագրիչով էինք անում, ու երբ որ տվյալները 20 հատից ավել էին լինում, ասենք դա նշանակում է արդեն չես կարող անես, որտեվ ուղղակի չես կարողանա անել, հա։ Հետո ասենք ինչ-որ մի համակարգիչ ստացանք, որը լավ է, հիմա 20 չի 100-ի վրա կարողանում անել, բայց ավելի շատ չի կարողանում անել, ու այսօր ինչ որ մենք հասկանում ենք մեծ տվյալ ու ինչ էինք հասկանում 2 տարի առաջ, երբ որ ասում ենք մեծ տվյալ, դրանք մագնիտուդով տարբեր են իրարից։ Հիմա մի քիչ էլ կրթությունից խոսենք, այն մարդկանց համար, ովքեր գուցե արդեն հետաքրքրվել են կամ արդեն տվյալագիտությամբ են զբաղվում եւ ուզում են ավելի խորացնել իրենց գիտելիքները, ինչ հնարավորություններ կան այսօր Հայաստանում տվյալագետ դառնալու կամ այս ոլորտը ուսումնասիրելու եւ հաշվի առնելով, որ էլի փոփոխվող ոլորտ է անընդհատ, որքանով են կրթական ծրագրերը թարմացվում կամ արդյոք պետք է դրանք այդքան հաճախ թարմանան, թե չէ։ Ես կարծում եմ, որ կրթական ծրագրերը չպետք է հաճախ թարմանան, որտեվ կրթական ծրագրերում կա ինչ-որ որոշակի կոմպոնենտ, որը չի փոխվում, օրինակ, ասենք, եթե մարդուն մենք գիտենք, որ տվյալագետին պետք է մաթանալիզ իմանալ, այդ մաթանալիզը պետք չի հաճախ թարմացվել, ինքը տոներ են ինձ իմ բոլոր մաթանալիզը զբաղվող ընկերները, բայց ինքը վերջին 500 տարվա ընթացքում չի էլ թարմացվել։ Այսինքն կրթական ծրագրի կա մի որոշակի կոմպոնենտ, որը միշտ պետք է փորձել իրան պահել կայուն, ու կա ինչ-որ որոշակի կոմպոնենտ, որը հենց այդ փոփոխականությունն է ու կարող է պետք է պատասխանի ինդուստրիայի պահանջներին, այսպես ասած, բայց միևնույն ժամանակ ակադեմիան չպետք է կուրորեն հետևի ինդուստրիայի պահանջներին, այլ նաև պետք է ինքը պահանջներ դնի, այսինքն ակադեմիան ինքը պետք է հասկանա ինչը կարող է լինել արդիական վաղը ու սկսի օրինակ այդ ուղղությամբ աշխատել։ Հիմա եթե նայենք ամերիկյան համալսարանի ծրագրերին, ես մեր ծրագրերի մասով կարող եմ ասել, մենք ունենք տվյալագիտության բակալավրի ծրագիր, որը ղեկավարը ես եմ, ու ըստ պայդրությամբ ունենք մոտ 400 ուսանող, ու ծրագրի նկատմամբ պահանջարկը անդադար աճում է։ Այդ պահանջարկը կա, այսինքն գալ ստանալ բակալավրի կրթություն ամերիկյան համալսարանում հենց տվյալագիտության ոլորտում հնարավոր է ու մարդիկ գալիս դիմում են, նախատեսվում է մագիստրոսական ծրագիր
այս տվյալագիտության ոլորտում, որի վրա հիմա աշխատանքային խումբ կա, որը աշխատում է, բայց ամերիկյան համալսարանը նաև ունի 2 այլ մագիստրոսական ծրագրեր, որտեղ հնարավոր է ընդունվել եւ ստանալ տվյալագիտական գիտելիքներ, այսպես ասած։ Իսկ ինչ գիտելիքներ կամ ինչ ուղղվածության հետաքրքրություն մարդ պետք է ունենա, որ կարողանա դիմել այդ ծրագրին։ Մարդ պետք է սիրի մաթեմատիկա, մարդ պետք է չունենա հակակրանք կոդ գրելու նկատմամբ, որտեղ կան մարդիկ, որոնց որ կոդը ցույց է տեսնում, ինչ է, սա չեմ կարող անեմ, որտեղ ինչքան էլ արհեստական բանականությունն այսօր օգնում է կոդ գրելուն, ինքը մարդուն չի փոխարինում ու կարծում չի կարող փոխարինել։ Ու պետք է կարծում ունենա sense հետաքրքրա սիրություն իր մեջ, այսինքն նոր բան իմանալու, նոր բան բացահայտելու ցանկություն պետք է ունենա։ Առաջիկայում առաջիկա ամիսների մի քանի հետաքրքիր ու կարևոր միջոցառումներ են լինելու data science-ի հետ կապված, կուզեի դրանից խոսենք, ամենամոտը թերևս մայիսի 8-ին ձեր ուսանողների ավարտական աշխատանքների ներկայացման հետ կապված միջոցառումն է, մոտ 80 նախագիծ, եթե չեմ սխալվում, լինելու է եւ ֆորմատը մի փոքր տարբեր է լինելու, քան մենք սովոր ենք տեսնել ավարտական աշխատանքներ ներկայացնելու, կխնդրեի դրա մասին մի քիչ պատմեք, ովքեր կարող են ներկա լինել այդտեղ եւ ինչ է սպասվում։ Շատ լավ, ես ասեմ այն միջոցառումների մասին, որոնք կազմակերպվում են ամերիկյան համալսարանում կամ կազմակերպվում են որտեղ ամերիկյան համալսարանը, մասնավորապես մեր քոլեջը, հաճարդրագիտության քոլեջը ինքը համակազմակերպիչ է, ու առաջինը դա մայիսի 8-ին տեղի ունենալու տվյալագիտության ուսանողների ավարտական թեզերի ներկայացումը պոստերների տեսքով, այսինքն սովորաբար մենք այդ ներկայացումն անում ենք սլայդերի տեսքով, հիմա մենք ուզում ենք իրան անել պոստերների տեսքով, ինչու, որովհետև մենք ուզում ենք մեր ուսանողները քիչ-քիչ սկսեն սովորել այդ ինչա նշանակում պոստեր սեսիա, որտեվ գիտական կոնֆերանսներին միշտ կա պոստերների ներկայացում ու այդ համը մենք ուզում ենք իրանք սկսեն արդեն զգալ, ինչ որ կուրսից ավարտական, որտեվ կարող իրանք դա զգալով ինչ մի մասը որոշի, որ ինք ուզում է շարունակել գիտության մեջ խորանալ։ Ու նաև մեր տվյալագիտության ավարտական թեզի մեջ մենք ունենք նաև գնահատման կոմպոնենտ, որը ենթադրում է, որ ուսանողները որևէ գիտական կոնֆերանս իրենց աշխատանքը պետք է ուղարկեն։ Դեռ չենք պահանջում, որ անպայման պետք է ընդունվի գիտական կոնֆերանսի կողմից, որտեղ ընդունվելը դա առանձին պատմություն է, շատ երկար տևի, բայց ելի մենք ուզում ենք, որ ուսանողներն այդ process-ը պատկերացնեն, ինչա նշանակում պատրաստել թեզը գրել անենց, որ ինքը ընդունելի լինի գիտական հանդեսների կողմից։ Հիմա այդտեղ ոչ միայն լինելու է տվյալագիտության ավարտական աշխատանքները, որոնց թիվը 65-ից 70-ն է լինելու, այլ նաև ընդհանուր քոլեջի կողմից որոշում է ընդունվել, որ քոլեջի բոլոր ծրագրերի ուսանողները կարող են բերել եւ պոստերի տեսքով ներկայացնել իրենց կողմից արված որևէ աշխատանք։ Ակնկալվում է, ես կարծում եմ, մոտ 100-120-ի չափ պոստերներ կլինեն։ Հիմա այս պայդրությամբ մենք ժյուրի ենք հավաքում, որոնք նաև այդ գնահատումը կանեն, ենթադրվում է, որ ժյուրիի մի մասը կլինի ամերիկյան համալսարանի դասախոսներից, մյուս մասը կգա ինդուստրիայից։ Ես կառաջարկեմ մարդկանց, ովքեր հետաքրքիր է ընդհանրապես թե ինչով է զբաղվում ուսանողությունը ու նաև կուզենան այդ ուսանողներն իրենց ապագա աշխատակիցներն են, ենթադրենք թե իրանք կարող են գալ, ուղղակի կարող են գրանցվել եւ գալ ու պատտվել, պատկերացրեք 2-3 ժամվա ընթացքում դուք կարող եք ծանոթանալ այդ հոսքի բոլոր ավարտող ուսանողների հետ, կարող եք իրանց գնալ իրանց հարցեր տալ, փորձել հասկանալ իրանք ինչ են մտածում, այլ հավասար պայմանների մեջ դու ընկերություն ես, որ ուզում է մարդ վերցնի աշխատանքի, դե շատ ավելի թանկ է իր վրա նստել, որտեղ ինքը պետք է հայտարարություն տա, պետք է սպասի, մարդիկ դիմեն, գնա ինտերվյուները անի, հիմա մենք այդ հնարավորությունը բոլորին անվճար տալիս ենք, ուղղակի պետք է գան, պետք է գրանցվեն, որտեղ տեղերը սահմանափակ է լինելու։ Հաջորդ միջոցառումը, որ ավելի միջազգային մակարդակի է, կոնֆերանսը PyData PyCon 2026-ը, սա աշխարհում որքանով կարծած ես բավականին հայտնի հարթակ է տվյալագիտության ոլորտում, ինչով է կարևոր սա Հայաստանում ունենալը նման հնարավորությունը եւ ինչ է խոստանում։
Շատ լավ, PyData PyCon-ը ինքը PyData Երևան ու Py Երևան երկու համայնքների համատեղ աշխատանքն է։ PyData-ն ինքը միջազգային բրենդ է, ինչպես ասացի, կա աշխարհի առավել քան 150 քաղաքում, եթե չեմ սխալվում։ Սովորաբար մենք անում ենք ամսական հանդիպումներ, ամսական meet-up-ներ։ Մի անգամ արել ենք մեզ կոնֆերանս, այս տարի PyData-ն, որը ես եմ ներկայացնում, ու Py Երևանը միասին որոշեցին, որ կազմակերպեն արդեն տարեկան կոնֆերանս, ու սա լինելու է ամեն տարի։ Ինչպես ասացիք, դա միջազգային կոնֆերանսների ֆորմատ է, կա Ամստերդամում, կա Լոնդոնում, կա Փարիզում, ու այդպես մի քանի այլ Ամերիկայի մատերում, Բոստոնում, Սիեթլում։ Այլն դրա նպատակն է ցույց տալ, թե ինչով է զբաղվում համայնքը, այստեղ շեշտը համայնքի վրա է, այսինքն ոչ թե մենք գիտական աշխատանքներ ենք ուզում, paper-ներ ենք ուզում, որ բերենք ներկայացնեն, այլ եթե դուք ինչ-որ հետաքրքիր գործ եք արել ձեր աշխատանքի մեջ, ուզեն շատ եք ուզում դրանով կիսվեք, դուք կայսեք դրա մասին պատմում եք։ Մրցակցային է, բնականաբար, այնտեղ տեղերի քանակը սահմանափակած է, քանի ելույթ կարող է լինել։ Վերջնաժամկետը ելույթների ապրիլի 19-ն է, այս կիրակի օրն է։ Ու սա էլի համակազմակերպիչը մեր քոլեջն է, Ջորդրագիտության քոլեջն է, տեղի ունենա հուլիսի 24-25-ին, դրա մասին դեռևս կխոսենք, բայց ինչպես ասացի, այստեղ համ տվյալագիտությունն է, համ Python-ը որպես ծրագրավորման լեզու, այսինքն այդ երկու դիսցիպլինների խաչմերկն է, դա միայն տվյալագիտական ելույթներ չի, որ ընդունվում են, նաև ընդունվում են հենց ծրագրավորման հետ կապված ելույթներ։ Իսկ ինչպես կարող են դիմել եւ ովքեր կարող են դիմել։ Դիմել կարող են բոլորը, իսկ թե ովքեր կընտրվեն արդեն կոմիտեն կորոշի, կարող եք գնալ 3w.pycon.am կայք կամ ուղղակի եթե որում եք PyData PyCon կտեսնեք pycon.am կայքում այնտեղ հողում կա, որին սախմելով գնում ենք հենց այդ տեղը, որտեղ պետք է submit արվի, ուղարկվի ելույթը։ Այս պահին մենք չենք ուզում ելույթի հետ կապված սլայդեր, ընդհանրապես ուզում ենք ելույթի մասին նկարագրություն, վերնագիր, սպիկերի մասին, ելույթ ունեցողի մասին տվյալներ, որ արդեն մենք որոշենք։ Այս պահին արդեն, եթե չեմ սխալվում, դիմորդների քանակը շատ ավելի շատ է, քան տեղերի քանակը կա, բայց բնականաբար մաղվելու են այդ ելույթները։ Եվ դրան հաջորդող մի բան էլ կներեք ստեղ ավելացնեմ, որ ստեղ մի հատ շատ կարևոր բան կա, որ մենք մեր բոլոր ելույթները ձայնագրում ենք, ինքը ու հետո դա հասանելի է լինում YouTube-ում, բայց ինքը ոնց որ PyData-ի պաշտոնական YouTube-ի ալիքով է կիսվում հանրության հետ, իսկ PyData-ի YouTube-ի ալիք ունի մոտ 170,000 հետևորդ, այսինքն այն մարդիկ, ովքեր կգան ստեղ ելույթ կունենան, իրենք միանգամից ամբողջ աշխարհին, այո, դա աշխարհի համար դառնում է ճանաչելի։ Եվ հաջորդը սեպտեմբերին նախատեսված կոնֆերանսն է, որը ինչպես հասկացա ավելի գիտական ուղղվածություն ունի, ավելի երևի այս ոլորտում մասնագիտացած մասնագետների համար է։ Այո, սեպտեմբերի 7-ից 9-ը մեր մոտ նախատեսվում է գիտական կոնֆերանս, Կոդասկա կոնֆերանսս, Կոդասկան Երևանում տեղի ունենում արդեն 5-րդ անգամ, բայց այս անգամ Կոդասկայի համակազմակերպիչը IEEE-ն, իսկ IEEE-ն դա համաշխարհային միջազգային երևույթի ամենախոշոր գիտական կոնֆերանսների, ամենահարգված գիտական կոնֆերանսների շարքն է, ինքը էլեկտրական եւ էլեկտրոնային ինժեներների միությունն է, որը առկա է աշխարհի ավելի քան 150 երկրում, ու սա առաջին անգամ է, որ Հայաստանում նման ֆորմատի կոնֆերանս է տեղի ունենալու, իմ իմանալով առաջին անգամ է։ Ինչ է նշանակում գիտական կոնֆերանս, արդեն ելույթների նկատմամբ կա պահանջ, այնպիսի պահանջ, որը կլինի գիտական ելույթների ու գիտական հոդվածների նկատմամբ։ Նման պահանջ չկա օրինակ PyData-ում, որտեղ մենք ուզում ենք տեսնել, թե մարդիկ իրենց աշխատանքի վայրում կամ իրենց տանը ինչ հետաքրքիր գործերով են զբաղվում։ Բայց այդտեղ արդեն պետք է համապատասխանի ելույթը եւ ուղարկված հոդվածը, այսպես ասած, պետք է համապատասխանի գիտական չափանիշներին, այնտեղ կան տարբեր բաժիններ, թե ինչին կարելի է դիմել եւ ինչ թեմայով պետք է լինի։ Վերջնաժամկետը մայիսի 1-ն է եւ մարդկանց հորդորում եմ, եթե ունեն ինչ-որ թեմաներ, ինչքան հնարավոր է շուտ թեմաներն ուղարկեն եւ նաեւ էլի լինելու է, եթե չեմ սխալվում, լինելու է poster session, այսինքն մարդիկ իրենց աշխատանքները բերել են, ներկայացնել են poster-ի տեսքով։ IEEE-ն սա ֆանտաստիկ երևույթ է հենց մեր համար, որ մենք կարողանում ենք դա անել
Հայաստանում։ Բավականին լուրջ միջոցառումներ կան ու զարգացումը ակնհայտ է, բայց էլի թեկուզ կանխատեսում չանելով, արդյոք մասնագետների կարիք լինելու է առաջիկա տարիներին եւ արդյոք այս ոլորտը իրոք Հայաստանում զարգանում է, որովհետեւ եթե օրինակ գիտության մյուս ճյուղերի մասին ենք խոսում, որոնք լաբորատոր ինչ-որ փորձարկումներ են պահանջում ու ենթադրում, այդտեղ միայն թե օրինակ գնումների օրենքի հետ խոչընդոտի պատճառով ամեն ինչ մի փոքր դժվարանում է, դանդաղում է Հայաստանում աշխատող գիտնականների համար, տվյալագիտությունը կարծես թե այդ խնդիրը չունի, թե ունի։ Չէ, այդ խնդիրը կարծում բոլորն էլ ունեն, բայց ոլորտը զարգանալու է, պահանջարկ մասնագետների նկատմամբ լինելու է, մի պարզ օրինակ բերեմ, որ ինչ-որ մի պահ եղավ, որ արհեստական բանականություն մոդելները, քանի որ իրանք բավականին պետքական են կոդ գրելու համար, հա, ինչ-որ մասը տենդենս սկսեց նկատվել, որ իբր թե ընկերությունները, խոշոր ընկերություններն իրանց դեվելոպերներին, ծրագրավորողներին senior level, բարձր level-ի ծրագրավորողներին աշխատանքից հանում են, որտեվ դե արդեն կարիքը չկա, կրճատումներ են անում, աբան կոդագրում, sense տենես, բայց այս վերջին զարգացումների ցույց են տալիս, որ հիմա sense կամած այդ մարդկանց սկսում են հետ բերել։ Այսինքն իրանք հասկանում են, որ աբան չի գալիս մարդուն փոխարինելու, բայց աբան գալիս է մարդուն օգնելու։ Մեկը մարդը այնտեղ պետքա լինելու, հա։ Մարդը պետքա լինելու մարդը, որ այդ աբան կմշակի, ու պետքա լինելու մարդը, որ այդ աբան կօգտագործի։ Իսկ մասնագետների կողմից պահանջարկը մեկը կա, ու մեկը լինելի է։ Ու ասեմ Հայաստանը շատ ակտիվ է այս տեսակետից, անընդհատ կան կոնֆերանսներ, անընդհատ կան հանդիպումներ, մեկը մեկից լավ, մեկը մեկից մեծ, ու sense կյանքը երում է։ Այս ոլորտը նայած իր որ ուղղության մեջ ես մտնում, բայց ունի սահմանափակումներ, մասնավորապես կա սահմանափակումներ GPU-ների հետ կապված, գերեզոր համակարգիչներ են պետք ինչ-որ որոշակի մոդելներ ստանալ համար, բայց ես չեմ կարծում, որ դրանք նրանց սահմանափակումները թույլ չեն տալիս այս պահին գիտությունը զարգանա։ Եվ զրույցը ամփոփելով, տեսեք օրինակ, երբ որ արհեստական բանականություն ավելի շատ սկսեց մտնել մեր կյանք, թե վաղուց կար, բայց Հայաստանում վերջին մի քանի տարում են, հա, որ բոլորը գրեթե կիրառում են թեկուզ սովորական ChatGPT-ի տեսքով, շատ սկսեց խոսել, որ ամեն ինչ պետք է թվայնանա, ընդհուպ պետության տարբեր ենթակառուցվածքներ պետք է ներմուծվեն, արհեստական բանականության ատրիբուտներ եւ այլն։ Այդ data science-ը, տվյալագիտությունը առհասարակ ինչպես կարող է ընդհանուր պետական համակարգը կամ տարբեր ճյուղեր ավելի լավարկել ու ավելի ընդհանուր ուժեղացնել պետությունը։ Նայեք, հիմա ավելի շատ պայքարակ գնում ոչ միայն աբան տեխնիկապես լավացնելու համար, այլ մարդիկ փորձում են հասկանալ լավ է սարքեցինք, հիմա ինչ անենք իր հետ, որտեվ ինքը կա, ինքը շատ լավ գործիք է, բայց ինքը ամեն խնդրի լուծում չի, ամեն խնդրի համար չի, ու խնդիրներ կա, որտեղ իրան օգտագործելուց մանավանդ շատ թանկ է, որտեվ այս բոլոր մոդելներն իրանք թանկ են։ Իսկ մենք գիտենք, որ ցանկացած տեխնոլոգիա ինքը կդառնա մարդու կյանքի անբաժան մասը, ինքը հարմար է օգտագործել, հարմար օգտագործելու բաներից նախապատրաստից մեկն է, ինքը պետք է էժան լինի։ Հիմա այս բանը ինքը դեռ թանկ է սարքելը, բայց դեռ ինքը սահմանավորման փուլում, հա, դեռ կզարգանա։ Պետական հիմնարկներում կդժվարանամ ասել որտեղ ոնց կօգտագործի, բայց օրինակ ասենք նույն վերահսկողության ոլորտում կարող է օգտագործվել, չգիտեմ, մարկային հաշվետվությունները ճիշտ կարդալու ոլորտում կարող է։ Դա չգիտեմ, գյուղատնտեսություն, օրինակ առողջապահական ոլորտ, ի վերջո ինչ որ վիճակագրություն ու թվեր են հավաքում, թեև նման խնդիր էլ կա, հա, Հայաստանում ինչ որ ոլորտներ ընդհանրապես վիճակագրություն չեն վարում, բայց գուցե կարող է օգնել բավականին լուրջ փոփոխություններ անել։ Դե տեսեք, հիմա էլի գալիս ենք այն հարցին, թե ինչ բան է արհեստական բանականություն, ոնց ենք սահմանում, հա, որտեղ Չէ, խոսքս տվյալագիտության տվյալագետը հա ամենտեղ է օգտագործում, շատ մի պարզ տրիվիալ բան էլի, եթե կա որևէ պետական քաղաքականություն, այդ պետական քաղաքականության արդյունավետությունը պետք է հաշվարկվի։ Հիմա այդ արդյունավետության հաշվարկումը դա տվյալագետի գործ է։ Հիմա դա միշտ է եղել, նույնիսկ մինչև տվյալագետի տերմինի առաջ գալն է եղել, որ եթե կա պետական քաղաքականություն, արդյունավետությունը պետք է չափելու հասկանալ ինքը ինչքան արդյունավետ, բայց հիմա այս պայդերությամբ սա ավելի հեշտացել է, գործիքը կազմն է լայնացել։ Օրինակ, բարձ օրինակ ձեզ բերեմ, որ երկրի տնտեսության համար երևի թե ամենակարևոր ցուցանիշներից մեկը դա
արժեզրկումն է, ինֆլյացիան, դե ինֆլյացիան ինչքան է կազմել։ Հիմա եթե դուք տեսնեք ինֆլյացիան ոնց է Հայաստանում ամբողջ աշխարհում հաշվարկվում, դա թղթային ինչ որ տարբերակներ է գնում, մարդիկ լրացնում են, բերում են, հետո գնում են մի հատ հարցախույզ են անում, հարցնում են, բերում են, այդ ամեն ինչը հավաքում են իրար գլխի, երբ որ իրան արդեն բերում են ընդհանուր մի թվի այդ թիվը հրապարակում են, ամիսներ է անցնում։ Այսինքն օրինակ 2025 թվականին թե ինչքան է կազմել ինֆլյացիան վերջնական թիվը հասկանալ համար մի քանի ամիս պետք է սպասես 2026-ին մինչև այդ թիվը գա կամ երբ որ ամսական ցուցանիշն է գալիս էլի ճիշտ ժամանակ պետք է սպասես հետո ճշգրտի եւ այլն իսկ տվյալագիտության գործիքներ մենք կանանք իմանանք հենց այսօր երեկվա համեմատ ինֆլյացիան ինչքան է եղել ու դա եթե մենք անում ենք դա կոչվում է nowcasting այսինքն դու ոչ թե ապագան ես կանխատեսում դու հիման ես կանխատեսում հենց հիմա ինչքան է ու դա արդեն շատ լուրջ պարադիգմա փոխում, պետական կառավարման տեսակետից դու չպետք է, եթե դու պետական կառավարման մարմին ես, դու չպետք է սպասես ամիսներ մինչև իմանաս ինչ եղավ, հետո մինչև հասկանաս թե դրա հետ ինչ անես, արդեն իրավիճակը շատ կտրուկ փոխվեց։ Օրինակ դա ու շատ այլ մակրոտնտեսական ցուցանիշներ այսօր հնարավոր է կանխատեսել շատ ավելի արագ, ինչը պետական կառավարման մարմիններին հնարավորություն կտան նաև փոփոխություններին պատասխանել շատ արագ։ Հիմա թե ինչքանով դա պետությունը կանի, դա արդեն քաղաքական հարց է, ու կարծում եմ դա միայն Հայաստանի պետությանը չի վերաբերվում, դա Իսկ կան երկրներ, որ հատկապես ուշադրություն են դարձնում թե Փորձնական ծրագրեր կան, այո, հենց կան ծրագրեր, որտեղ փորձում են նույն ինֆլյացիայի մակարդակը կանխատեսել շատ արագ, կանխատեսել աշխարհագրական շատ տարբեր փոքր կետերի վրա նույնիսկ, այսինքն դու կարաս իմանաս, ասենք այսօր Վանաձորում ինֆլյացիան ինչքան է եղել, ոչ թե այսօր Հայաստանում կամ այսօր աշխարհում, այս շատ միկրո մակարդակով հնարավոր է այդ ամեն ինչը անել։ Այո, կամ բայց դրանք էլ են դեռևս էքսպերիմենտալ փուլերի մեջ են, որտեղ կան ոլորտներ, որոնք շատ դանդաղ են պատասխանում ինովացիաներին, երևի թե պետք է այդպես լինի կամ պետք չի, չգիտեմ, քաղաքական հարց է, բայց այդ ուղղությամբ մենք գնում ենք։ Իսկ ինչ վերաբերում է ChatGPT-ին ու մնացած մոդելներին, այսպես ասած large language մոդելներն, այդտեղ պետք է բավականին զգույշ լինել, որտեղ մենք պետք է հասկանանք, որ նախ առաջինը, երբ որ մենք ցանկացած այդպես մի համակարգ ենք գովազդում ու իր համար, այսպես ասած, ամսավճար ենք տալիս ու առնում ենք փաստացի ինչ որ ապրանք ենք ներմուծում, մեր ունեցած արտարժույթը տալիս ենք դուրս ու դրսից ինչ որ ապրանք ենք ներմուծում։ Հիմա կա տնտեսագիտական պարադիգմա, որն ասում է, որ ներմուծում այդքան լավ բան չի, պետք է կենտրոնալ արտահանման վրա, ընդհանրենք թե։ Մյուս բանը պետք է հաշվի առնել, որ դուք տվյալներ եք տալիս, ու տալիս եք չգիտեմ ում, ոչ միայն ես չգիտեմ, դուք էլ չգիտեք, ոչ մեկ չգիտի տվյալները ուրա գնում, այսինքն երբ որ դուք ինչ-որ մի նամակ եք օրինակ պատրաստել, ուզում եք այդ նամակը ուղարկեք ձեր անմիջական ղեկավարին ու այդ նամակի մեջ որևէ sensitive ինֆորմացիա կա, ու այդ նամակը տալիս եք ChatGPT-ին, ասում եք մի հատ արագ դզի, այդ ասում է ոչ միայն դուք տեսաք այդ նամակը ChatGPT-ին տեսավ, այնտեղ եւս մի 3-4 հոգի այդ ինֆորմացիան տեսան ու ցանկացած պայքար այդ ինֆորմացիան հանեն, օգտագործեն ընդհանրապես ձեր դեմ կամ պետության դեմ եւ այլն։ Այս պահին մենք հավատում ենք, որ դա այդպես չի, բայց փորձը ցույց է տալիս, որ որոշ դեպքերում պետք է զգույշ լինել։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ շնորհակալություն։